Բարի երեկո հարգելիներս, նոր մտնում եմ տուն ու առաջի գործը, որ անում եմ, դա ձեր հետ կապ հաստատելն են։ Այսօր ամբողջ օրը հնարավորություն չի եղել, բայց մեծ ցանկություն կար։ Առաջի եւ ամենակարևոր խնդիրը ընտրությունների հարցը։ Տեսեք, քննարկումներ, որոնք արվում են համացանցով, ընդհանուր հեռուստաֆորմատներով, մի քանի կարևորագույն խնդիրներ կա, որոնք չեն անդրադառնում։ Առաջինը հայկական ընտրական զանգվածը գլոբալիստական փաթեթավորման մեջ է։ Ազգային որևէ ուժ այս պահին չկա։ Դրանք բոլորը ուժեր են, որոնք այսպես թե այնպես կապված են գլոբալիստական մտածողության հետ։ Առաջի խնդիրը, որ պետք է լուծի այն ընտրահատվածը, որը որ իր վրա պատասխանատվություն է, դա պետք է լինի ազգային բաղադրիչով։ Ազգային բառի պայմանական, բայց խորքային իմաստով։ Ինչը ուզում հայը։ Սովորական ամենապարզագույն հարցը պետք է տրվի։ Ինչ է ուզում հայը։ Հայն ուզում է ապրել իր երկրում, իր պետության մեջ, իր իրավունքներով, որտեղ սոցիալական արդարությունը գտնվում է կատարյալ վիճակում։ Այն, ինչ որ կա այսօր զարգացած արևմուտքում, բայց որը բացակայում է արևելյան մասում, այդ թվում Իրանում, Թուրքիայում, Հայաստանում, նախկին խորհրդային միության երկրներում։ Հիմա քննարկումները, որոնք արվում են Հայաստանում, դրանք քննարկումներ են, ինչպես չվերցնել իշխանությունը Նիկոլ Փաշինյանից։ Պայքարը գնում է իշխանություն չվերցնելու համար։ Զարմանալիորեն ընդդիմադիր ամբողջ զանգվածը բոլորը միասին չեն գնում իշխանությունը վերցնելու, գնում են առճակատման, գնում են պայմանական երկխոսության կամ հակընդդեմ խոսք են կառուցում, բայց դա միտված չի իշխանություն վերցնելու։ Որևէ մեկի մոտ ծրագրային բաղադրիչ չկա այն մասին, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը։ Բոլորի մոտ կա նույն բաղադրիչները, որոնք բխեցված են Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգից կամ նրա համար, կամ որպես ընդդիմախոս, որը ըստ էության նորից սպասարկում է Նիկոլ Փաշինյանին։ Ցավալի է այս իրավիճակը, բայց դա փաստ է։ Ուժերը, ովքեր որ այս պահին վերցրել են իրենց պատասխանատվություն, մի քանիսն են։ Նիկոլ Փաշինյանը իր առանցին բլոկով, Ռոբերտ Քոչարյանը իր բլոկով, որին ըստ էության կհարի նաև Գագիկ Ծառուկյանը եւ էլի որոշ խմբեր, եւ Նիկոլ Փաշինյանը, ում կհարեն գլոբալիստական ազատական մտքի կրողները։ Անունները չտամ, դուք բոլորդ իրենց գիտեք։ Արանքում միջանկյալ օղակում մնում է մեկ ուժ, որը ըստ էության իր վրա պատասխանատվություն վերցրել է, բայց նրա օրակարգն էլ պարզ չի։ Դա Արման Թաթևյանի օրակարգն է։ Սամվել Կարապետյանին չեմ անդրադառնում, որտեվ իմաստ չկա անդրադառնալու պարզ պատճառով, որ այն ինչ որ արվում է այդ ձևաչափի մեջ իմ համար ընդունելի չի, հետևաբար որևէ կերպ նրան մեկնաբանելը համարում եմ իմ օրակարգից դուրս։ Ուժերը, ովքեր որ հիմա ձևավորում են օրակարգը, կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը իր մոտ 750,000 ընտրազանգվածով եւ իր սատելիտներով, Ռոբերտ Քոչարյանը իր ընտրազանգվածով եւ իր սատելիտներով մոտավորապես փոխ բալանսավորված են։ Մնում է երրորդ կողմը, որը որ ըստ էության ձևավորված չի եւ հայտնի էլ չի կձևավորվի, թե չէ, քանի որ այն օրակարգը, ինչի մասին խոսում ենք, այդ օրակարգի մեջ հայ մարդու իրավունքները ըստ էության չկան։ Խորին հարգանքով բոլորին, ովքեր որ օրակարգ են ձևավորում Հայաստանի Հանրապետությունը այս ճգնաժամից դուրս բերելու համար, բայց պետք է արձանագրենք սույն փաստը, որ երկու ուժերը, ովքեր որ կբախվեն իրար,
պայմանական բախում տեղի կունենա, դա Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի թիմերն են։ Մնացած ուժերը լինելու են երկրորդ կամ երրորդ, չորրորդ տեղերում եւ նրանց բերած հավաքական կոնսոլիդացիան չի լուծելու իրենց համար որևէ խնդիր, այլ ընդհանրապես կսպասարկի կամ Ռոբերտ Քոչարյանին կամ Նիկոլ Փաշինյանին։ Ընտրության պարագայում որը պետք է ընտրենք, ես մեկ հանդիպման ժամանակ ասել եմ Ռոբերտ Քոչարյանի օրոք Արցախը Հայաստանի հետ էր, մենք ապրում էինք դրսում, Նիկոլ Փաշինյանի օրոք Արցախը Հայաստանի հետ չէ, եւ մենք նորից ենք ապրում դրսում։ Ուրեմն ես նախընտրում եմ այն անձնավորությունը, ով որ տեսնում է Արցախը Հայաստանի հետ, բայց մենք էլի դրսում։ Ցավալի է, բայց այդպես է, բայց ես փնտրում եմ այն ուժին, ով որ կտեսնի Հայաստանը եւ Արցախը միասնաբար եւ մենք ներսում։ Այն քաղաքական ուժը, որ կորթեգրի այս օրակարգը, նա կունենա հաջողություն։ Կողմերը ցավոք սրտի չեն կարողանում կոնսոլիդացիա ենթարկել արտերկրի հայությանը կամ արտերկրի հայության այն քաղաքական զանգվածին, ով իր վրա պատասխանատվություն է վերցնում Հայաստանում փոփոխություններ բերելու կամ ազգային թևը ուժեղացնելու նպատակով։ Ըստ էության սա չկա։ Հիմա կարևորի մասին, հարգելիներս, դուք գիտեք, ես տևականորեն ասել եմ եւ էլի կրկնում եմ Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը, Արևմտյան Հայաստանի միջոցով ձևավորված համահայկական սենատը մասնակցելու է Հայաստանի Հանրապետության ընտրություններին միջնորդավորված, ոչ ուղիղ, միջնորդավորված կմասնակցենք եւ մենք սատարելու ենք այն ազգային ուժերին, ազգային կրկնում եմ, ազգային, միջև դա ասել եմ, որ ազգային ուժեր չկա, բայց հիմա ասում եմ այն ազգային ուժերին, ովքեր իրենց վրա պատասխանատվություն կվերցնեն, կկոնսոլիդացվեն մեկ քաղաքական միավորի շուրջ եւ հանդես կգան ընտրություններին մասնակցելու ազգային օրակարգով։ Ազգային օրակարգը մեկ բաղադրիչ ունի դե ֆակտո Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ դե յուրե առաջի հանրապետության իրավահաջորդություն։ Երրորդ կետը համահայկական սենատի որպես երկրորդ պալատի քաղաքական եւ իրավական գործունեության սկիզբը։ Մնացած խնդիրները սրանք արդեն այլ խնդիրներ են։ Բնականաբար իշխանությունը, եթե ազգային բլոկը իշխանությունը կարողացավ վերցնի կամ մասնակցի իշխանության ձևավորելու գործընթացում առաջիկա խորհրդարանում, ապա Հայաստանը կդառնա նախագահական երկիր։ Պետք է փոխվի խորհրդարանական երկիրը մեծ տարավ կործանման։ Ու խնդիրը նրանում չի, որ դա լավ համակարգ է, թե վատ համակարգ։ Պարզապես խորհրդարանական այս ինստիտուտը մեր համար չի։ Կուսակցական է, ազատական չի եւ կուսակցությունը, եթե որոշում կայացած որ վարչապետն այլևս պետք չի, նրանք կարող են վարչապետին փոխել, բերել մեկ ուրիշ վարչապետ, որը ըստ էության չի ներկայացնում ընտրողների կամքը եւ նրանց տված լիազորություններ, այլ կուսակցական ֆորմատով իրականացնում է աշխատանք։ Եվ վերջի նախադասությունը, հարգելիներս, ձևավորվում է ազգային այն կուսակցական միավորը, որի միջոցով ազգային թևը կմասնակցի Հայաստանի Հանրապետության ապագա խորհրդարանական ընտրություններին։ Ես հասկանում եմ, որ ընտրությունները կեղծվելու են, որ փողերը բաժանվելու են, բերեք դրանք չքննարկենք ու դրան չանդրադառնանք։ Նրանք, ովքեր իրենց համարում են ազգային, ովքեր փոքր շանս ունեն մասնակցելու ընտրություններին, թող կապվեն ինձ հետ։ Իմ հեռախոսը կա, WhatsApp-ը կա, Viber-ը կա, բոլոր կապի միջոցները կա։ Եթե իսկապես դուք ազգային եք եւ ձեր նպատակը Հայաստանում իշխանափոխությունն է ընտրությունների միջոցով ազգայինը գա իշխանության, մաուզերիստները չէ, դրա մասին խոսքը չի,
ազգային ճապոնական ազգայինի հայկական տեսակը։ Հասկանում եք ինչ մասին է խոսքը, կամ գերմանականի ազգայինի տեսակը, Հայաստանում մենք դա ունենք։ Դա պետք է գա մտնի պարլամենտ եւ ձևավորի իշխանություն։ Ես պարտավորվածություն ունեմ երիտասարդ սերնդի առջև ասելու, որ ազգայինը իրավունք ունի մտնելու խորհրդարան եւ դա այն ազգայինը չի, որ ֆաշիստական, այն ազգայինը չի, որ կիսապրատ, կիսակրթված, կիսագողական, դրա մասին խոսք չի, ազգային պարկեշտ ազգայինները, որոնք որ բոլոր երկրներում կան, որոնք որ ընդգրկված են պետական կառավարման համակարգի մեջ եւ որոնք որ ձևավորում են իրենց ժողովրդի քաղաքական ազգային օրակարգը։ Մենք դա ենք ձևավորում։ Բոլորին եւս մեկ անգամ տարածեք, սա բաժանեք, ովքեր իրենց ազգային են համարում, սա պետք է լսեն։ Ուրեմն ազատ է յուրաքանչյուր ազգային կարող է, եթե նա դատված չի, եթե նա ունի բարձրագույն կրթություն, ցենզ կա։ Այդ ցենզից ներքև որևէ մեկը մեր ծրագրով չի կարող մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Տարածեք, դարձրեք հասանելի յուրաքանչյուրին, յուրաքանչյուր ազգային պետք է սա իմանա, մենք գնում ենք ընտրությունների եւ ազգայինը պետք է մասնակցի։ Առաջ Աստված բոլորիդ հաջողություն եմ ցանկանում կապի մեջ։ Ստեսություն։